Բարձր դատարան, շնորհակալություն։ Այո, նշվեց բացման խոսքերում եւ ընթացքում, որ այս ընտրությունները եւ այս դատավարությունը իսկապես պատմական են եւ իսկապես պատմական նշանակություն են ունենալու։ Եվ ինչպես ցույց տվեց դատավարությունը, այս ընտրությունները եղել են պատմական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասշտաբայնությամբ, այդ խախտումների ձևի տեսանկյունից եւ իշխանության ընդհանրապես գործող իշխանության եւ քաղաքական ուժի, որը մասնակցում է ընտրություններին, միաձուլման տեսանկյունից։ Եվ այդ տեսանկյունից կարծում եմ process չէր կարող չլինել կազմակերպված, process չէր կարող չլինել համակարգված եւ խախտումների բնույթն էլ հենց դրանց մասին է խոսում։ Մենք մեր բացման խոսքում եւ ընդհանրապես դատավարության ընթացքում ներկայացված նյութերով առավելապես կանգ էինք առել այն խախտումների վրա, որոնք տեղի են ունեցել նախընտրական շրջանում մինչեւ քվեարկության օրը։ Գոլեգաները իրենց ներկայացրած նյութերով ցույց տվեցին բազմաթիվ խախտումներ, որոնք տեղի են ունեցել հենց քվեարկության օրը եւ ընտրությունների ընթացքում, ինչպես նաեւ նախընտրական շրջանում, եւ այս առումով նույնպես աննախադեպ էր այս դատավարությունը, որովհետեւ կարծես թե ողջ սպեկտրը ներկայացվեց ընտրական process-ի։ Սակայն կարծում եմ շատ ծանր բեռ կլինի եւ միամտություն կլինի կարծել, թե դիմողները, ընտրական process-ի մասնակիցները կարող են այն մանրամասնությամբ ներկայացնել ընտրական գործընթացը եւ տեղի ունեցած խախտումները, առավել եւս, երբ այստեղ մի կողմում ունեն կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը կարծես թե նույնացել է գործող իշխանության հետ, եւ ներկայացնեն այդ խախտումները այն մասշտաբով եւ դրանց պատճառահետևանքային կապի տեսանկյունից, որ կետ առ կետ հիմնավորեն ընտրությունների խախտումների ուղղակի ազդեցությունը կոնկրետ քվեների քանակի վրա։ Սակայն իմ կարծիքով մեր process-ի ընթացքում դա արվեց։ Դա արվեց բավական հիմնավոր եւ բավական մասշտաբային առումով։ Այո, այս ընտրությունները աննախադեպ էին նաեւ այն առումով, երբ մենք ունեցանք սահմանային իրավիճակ, երբ կուսակցություններից մեկը պետք է հաղթահարեր շեմը, չէր հաղթահարում, որովհետեւ որոշակի տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեցին եւ դրանց արդյունքում կայացվեցին որոշումներ, որոնք ուղղակիորեն շեշտում եմ, չեն համապատասխանում ընտրական օրենսգրքի դրույթներին, չեն բխում ընտրական օրենսգրքից ուղղակի։ Եվ տրվեցին մեկնաբանություններ, կարծես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ վեր է կանգնած օրենսդրի կամքից եւ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքից։ Գործընկերս ասեց վարչական ռեսուրսի մասին։ Իհարկե վարչական ռեսուրսի օգտագործումն աննախադեպ էր։ Իհարկե, ինչպես տեսանք այս process-ի ընթացքում նաեւ, իրավապահ մարմինները որևէ գործողություն չեն արել, լավ, մեկ դեպքով վարույթ կա նախաձեռնված գործող իշխանությունների կողմից իրականացվող process-ները վերահսկելու առումով։ Պատկերացրեք մի իրավիճակ, գեթ մեկ իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժը ներկայացնող համայնքային իշխանությունը նախընտրական շրջանում սկսեր հողեր բաժանել, ազատել հարկերից, ինչ որ արտոնություններ տար, ինչ տեղի կունենար այդ ընդդիմադիր համայնքապետի հետ, բոլորս գիտենք, թե ինչ տեղի կունենար։ Իսկ մենք ցույց տվեցինք արդեն, որ գործող իշխանությունը ներկայացնող կամ քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող համայնքներում նմանատիպ երևույթներ տեղի են ունեցել։ Տասել էի ավարտից 5 րոպե առաջ նախազգուշացնել, 4 րոպե մնացել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Բարձր դատարան, ես կարծում եմ արդեն իսկ պատկերը պարզ է, թե ինչ տեղի կունենար այդ համայնքների հետ, համայնքների ղեկավարների հետ, եւ ես եւս մեկ նկատառում ունեմ։ Հիմա հետընտրական շրջանում շատ կարևոր է նաեւ ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենալու այդ համայնքներում, որովհետեւ արդեն իսկ այդ համայնքներում կատարում են խոստումները։ Իհարկե դա չի վերահսկվելու։ Իհարկե մենք բոլորս լավ գիտենք, որ իրավապահ մարմինները դրան ուշադրություն չեն դարձնելու։ Բայց մենք էլ ծագում ունենք տարբեր համայնքներից, տարբեր համայնքներ ենք ներկայացնում եւ արդեն իսկ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում եւ ինչպես են կատարվում խոստումները նախընտրական process-ներում տրված համայնքների ղեկավարների կողմից։ Սա նույնպես ազդել է ընտրությունների արդյունքների վրա։
Խոսք գնաց սոցիալական կաշառքի մասին կամ սոցիալական արտոնությունների մասին։ Այստեղ շատ խոսեցինք թոշակների մասին, բայց բոլորս մոռանում ենք գույքահարկերի, էլեկտրական մեքենաների գույքահարկի մասին, անտոկոս վարկերի մասին գյուղատնտեսական համակարգում։ Երբ այդ էլեկտրական մեքենաների հարկերի մասին խոսում էինք, դա բավական երկար process էր, 2-3 տարի խոսում եմ, որ այդ գույքահարկերը շատ բարձր են, եւ չգիտես ինչու, ընտրություններից անմիջապես առաջ խնդիրը լուծում ստացավ։ Կարծես հայտնագործություն էր տեղի ունեցել եւ հենց այդ պահին էին լուծումը գտել։ Չենք կարող այս ամենը անտեսել եւ չպետք է անտեսենք։ Մենք մեր դիմումում հատկապես կանգնել էինք այն հարցի վրա, թե ինչու է կարևոր նախընտրական հիմնադրամում միջոցների ներկայացումը եւ ինչով է կարևոր այդ նախընտրական հիմնադրամը։ Ես ուզում եմ այստեղ դատարանի ուշադրությունը հրավիրել ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի վրա։ Չեմ ընթերցի այդ դրույթը, սակայն դրույթի տրամաբանությունն այն է, որ եթե ընդհանրապես նախընտրական հիմնադրամի չափը գերազանցվել է մոտավորապես 5%-ով, դրանց նկատմամբ պետք է 3 անգամ էլ տուգանքներ աշխատեն, այսինքն անգամ 3 լինի, եւ եթե դրանց հանրագումարը 160 միլիոն դրամը գերազանցում է, այսինքն ունենք 40 միլիոն դրամ, եւ 3 անգամ էլ տուգանքներով ավելացվի դառնա 160 միլիոն դրամ, ապա կուսակցության գրանցումը պետք է անվավեր ճանաչվի։ Այսինքն օրենսդրի կամքն է եղել նախընտրական հիմնադրամի 5%-ով գերազանցման դեպքում անվավեր ճանաչել կուսակցության գրանցումը։ Հիմա մենք ցույց ենք տալիս ոչ թե 5%-ով, այլ մի քանի անգամ գերազանցում, առնվազն կրկնակի գերազանցում։ Գործընկերս իր ելույթում նշեց, որ եղել են գրասենյակներ մոտ 130-ը, որոնք նշված են շուկայական արժեքով, դրա հետ կապված հիմնավորումներ բերվեցին, թե ինչ որ աուդիտի եւ այլ, որը վերաբերելի չէ այս դատավարությանը։ Նշեցինք, որ այդ գրասենյակներում պետք է լինեին աշխատակիցներ, գոնե մեկը։ Մեր դեպքում մենք մեր նախընտրական հիմնադրամում ներառել ենք աշխատակիցներին, ոչ միայն աշխատակիցներին, այլ վճարվող հարկերը։ Գոնե մեկ աշխատակից պետք է ներառվեր։ Նվազագույն աշխատավարձով հաշվում ենք եւ ստանում ենք մոտավորապես 50 միլիոն դրամից ավելի։ Եթե մեկ աշխատակցով ենք հաշվում 100,000 դրամ հաշվարկով այն էլ մեկ աշխատակիցը։ Սա նույնպես էականորեն գերազանցում է այդ չափը։ Եվ ես ամփոփելով խոսքս ուզում եմ նշել, որ այո, հիշում եմ բարձր դատարանի անդամ դատավոր պարոն Վաղարշյանի խոսքը, որ գիտեք ինչ, ձեր եզրափակիչ ելույթները չեն, որ պետք է մեզ հիմնավորումներ տան եւ ընդհանրապես մեր կարծիքը հիմնավորեն։ Այո, ես գիտեմ դուք եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ դուք ականատես եք եղել ողջ նախընտրական process-ին եւ հետընտրական գործընթացներին եւ ես համոզված եմ ունեք ձեր խորը պատկերացումը, պարզապես այս դատավարության ընթացքում ձեզ տրամադրվեցին բոլոր փաստերը ավելի համակարգված եւ ես կարծում եմ բարձր դատարանը կայացնելու է Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում բացառիկ որոշում, որը մեզ կուղղորդի դեպի ավելի լավ ժողովրդավարություն։